Գյումրիի պետական փողային նվագախմբի հոբելյանական երեկոն բացվեց տերունական հայր մերի գործիքային կատարումով, որը տարիներ առաջ մշակել է երաժիշտ դիրիժոր Գեորգի Ձամուկաշվիլին։ Այսպես երաժիշտներն ու հանդիսականը պատվեցին ու նշանավորեցին մաեստրոյի հիշատակը։ Մաեստրոն արմատներով վրացի է, մայրը հայ։ Կյանքն ու ստեղծագործական տարիներն այս քաղաքում են անցել։ Ծնվել է Լենինականում 1945 թվականին։ Երաժշտության հանդեպ սերն էր, որ մաեստրոին թևեր տվեց Պիոներների պալատում 1973 թվականին հիմնադրել Լենինականի փողային նվագախումբը։ Տասնամյակների ընթացքում այն դարձավ հայ եւ արտասահմանյան հազարավոր հանդիսականի սիրելի նվագախումբը։ Դա չափազանց ընդունական ստեղծություն էր, նա ուներ շատ չափազանց զարգացած երաժշտական լսողություն եւ նա կարողանում էր այնպես ներկայացնել երաժշտությունը եւ այնպես ներկայացնել ողջ էությունը երաժշտությամբ, որ նրա համերգներին մենք բոլորս գայթակղված, վերացած, վեհացած դուրս էինք գալիս։ Մենք մանկության ընկերներ ենք եւ մեր կյանքը անցել է երաժշտության մեջ, որովհետեւ մեր համար այլ հետաքրքրություն չկար կյանքում։ Դա մեր մասնագիտությունն էր, բայց մենք տարված ենք դրանով, բայց ամենատարվածը դա Գեորգին էր։ Եվ բնությունից օժտված տաղանդավոր երաժիշտ, շատ տաղանդավոր։ Իր երջանկությունը հենց այդպես էլ գտնում էր։ Դաշիրակել երեխաների, հետո ուսանողների։ Ձամուկաշվիլիի ղեկավարած նվագախմբի պրոֆեսիոնալ անունը հատում է երկրի սահմանները։ Համերգներով հանդես են գալիս ոչ միայն Խորհրդային Միության, նաև եվրոպական մի շարդ երկրներում, մասնակցում միջազգային մրցույթների եւ արժանանում բարձր պարգևների։ Եվ ամենակարևորը, որ առանձնացնում են նրա հետ աշխատած եւ նրանից սովորած երաժիշտները, 1991 եւ 2000 թվականներին Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի ունեցած Եվրոշեփոր եւ Շեփորներ միջազգային մրցույթներում նվաճած 2 գրան-պրիներն են։ Մաեստրոյի մշակած այդ ստեղծագործությունները մինչև հիմա հնչում են նվագախմբի համերգներին։ Ավագ սերնդի երաժիշտներն են պատմում, թե ինչպես երկրաշարժից հետո մաեստրոն դռնեդուռ շրջելով հավաքել է իր երաժիշտներին, հին ու մաշված գործիքներով վերակազմավորել նվագախումբը։ Մաեստրոին է վստահվել նաև 30 երկրների միացյալ նվագախմբի դիրիժորությունը։ Սա բացառիկ էր ու մեծ պատիվ այն տարիներին, երբ դեռ ավերակների մեջ էր Գյումրին։ Պետքան աշխարհի բոլոր օրկեստրների հետ միասին դիրիժորությունը նրան է վստահվել, որ գալա համերգը անցկացնի, այսինքն նրա մեծությունը նաև Հայաստանի սահմաններից դուրս էր։ Եվ ինձ համար հիմա կրկնակի հպարտություն եմ ապրում, որ նրա ժառանգությունը շարունակում է իր իսկ հարազատ ժառանգը Արմեն Ձամուկաշվիլին, Արտակ Գրիգորյանի հետ միասին։ Շատերը Ձամուկի խատեր էին գալիս նվագելու, այդ մարտներինքը, փող ոչ չէր հետաքրքրում։ Ֆավորիտը դարձանք այդ փառատոնի, այս մեր կոտրված սարսափելի գործիքներով, երկրաշարժից հետո այդպես է նոր գործիքներ չստացանք մենք, բոլորը գալիս զարմացած նայում էին գործիքներին, մեր նվագիններ լսում էին, զարմանում էին, որ մարշով անցնում էին փողոցներով այդ քաղաքի, փոքրիկ պրովինցիալի ֆրանսիական փոքրիկ շատ գեղեցիկ քաղաք էր, բոլորը Արմենիա, բրավո, բրավո, այդպես գոռում էին, շատ լավ էր, շատ։ Ինքը թողեց շատ մեծ ավանդ այս գործին, իր թողած սերունդները այսօրվա օրը բոլորը դասավանդում են, նվագում են օրկեստրում, շատ լավ օրկեստր է ձևավորվել, իր Ձամուկաշվիլի ժորայի տղաները երկուսն էլ աշխատում են այս օրկեստրայում եւ բավականին հաջող համերգներով հանդես են գալիս Գյումրի։ Վախենալով եմ ասում, փոխարինում եմ իրեն, կանգնում եմ այն պուլտին, որտեղ ժամանակին ինքն է ղեկավարած, շատ պարտավորեցնող է։ Իր խորհրդով դարձել եմ երաժիշտ։ Տեսեք, ինքը այն մարդկանցից էր, որ
նվագախումբը եւ փողային երաժշտությունը ըստ իմ սուբյեկտիվ կարծիքն իր ընտանիքից շատ էր սիրում, որովհետեւ ինքը ավելի շատ ժամանակ անցկացնում էր մեր հետ նվագախմբի հետ, քան իր տանեցիկի իր տղաների հետ։ Ու մեզ բոլորիս տիպում որ մենք բոլորս եթե ընտրել ենք երաժշտությունը, պիտի լինենք ամենալավը, այլապես պիտի մենք չզբաղվենք երաժշտությունով։ 2022 թվականից Գյումրիի պետական փողային նվագախումբը ղեկավարում է մաեստրոյի որդին Արմեն Ձամուկաշվիլին։ Կատարողական հմտությունները, որոնք շարանգել է հորից, կրտսեր Ձամուկաշվիլին համադրում է ժամանակակից երաժշտությամբ, պահպանելով դասականի հանդեպ մեծարանքը։ Հոբելյանական երեկոյի համերգացանկում նաև նոր մշակումներ էին։ Հասմիկ Թումասյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։